31-ն է, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկ 113, 111 եւ մի քանի բարձրահարկ շենքերի բակում ենք, որտեղ ըստ բնակիչների տևական ժամանակ է, նույնիսկ ամիսներ, որ տիրում է գարշահոտ վիճակ ու պատճառը տեսնում եք այս դիտահորից դուրս եկող կեղտաջուրն է։ Բնակիչները, ովքեր այս պայն հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ ամեն անգամ զանգահարել են վիոլա ջուր, Հրազդանի քաղաքապետարան, սակայն ոչ մի արդյունք, ոչ մի լուծում ու չգիտեն ինչ անեն, որ կառույցին դիմեն։ Այս անգամ փորձում են դիմել եւ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանին եւ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին, հույս ունենալով, որ գոնե այդ երկու պաշտոնյաների միջամտության արդյունքում գործը, ինչպես ասում են, սայլը տեղից կշարժվի։ Այս պայն ճիշտ է, հոտը այդպես չի գալիս, բայց այնպես չի, որ հոտ չկա, բայց տեսնում եք, եղանակը սառն է դրա համար։ Այսպես կեղտաջուրը դուրս է գալիս այս դիտահորից, հեսա, հիմա էլ դուրս է գալիս։ Մարդիկ նշում էին, հատուկ նշում էին, որ կանոնավոր վճարումները կատարում ենք վիոլա ջրին, բայց ոչ մի արդյունք։ Եթե իրոք սա պետք է կատարի վիոլա ջուրը, այլ ոչ թե Հրազդանի քաղաքապետարանը կամ համատիրությունը, ապա օր առաջ պիտի են, որ ասում արչաքունից զարթնեն ու գան այս հակահիգիենիկ, հակասանիտարական վիճակը վերացնեն։ Բարձրահարկ շենքա, մի քանի շենքեր, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 հարկանի շենքեր են, ու այս մարդիկ ամբողջ միայն այստեղ չի, կողքի շենքում էլ է նույն վիճակը, հեսա, դիտահորը, հեսա, այստեղից, մի քանի դիտա, այստեղից ընդհանրապես ավելի շատ է դուրս գալի կեղտը, այնտեղից էլ մի քանի դիտահորեր կան ու բոլոր դիտահորերից կեղտը դուրս է գալիս, այսպես գնում տարածքում տիրում է գարշահոտ վիճակ։ Հեսա, հիմա կասեն չափազանցնում եք, եթե եսի չափազանցնելա հեռնակ ձեր հավեսին, չինովնիկներ, ինձ թվում է 3 դիտահոր ամենայն դեպս ամբողջությամբ դուրս է գալիս, 3 դիտահորերից կեղտը, այստեղ հոտը վաբշե սպանում է, այստեղից էլ է դուրս գալիս, ամբողջ տարածքը գարշատ է, 2 օր առաջ էր Հրազդան քաղաքի մեկ այլ թաղամասից էլի ֆոտոռեպորտաժ տեսանյութ էինք հրապարակել, բնակիչները իրոք ճիշտ էին, որ ասում են ամբողջ Հրազդանում այս խնդիրը կա, ինչ քաղաքապետ նստում է, խոստանում է, որ կանի, բայց ոչ մի բան, նախին քաղաքապետն էլ ոչ մի բան չի արել, Դանիելյան, Արամը ներկայինս էլ, Սևակ Միքայելյանն էլ ոչինչ չի կարում անի, թե չի ուզում անի, բայց որ պիտի անի, դա ակնհայտ է, ամբողջ տարածքը գարշահոտ վիճակ։ Նկուղները լցվում է ջուրը։ Լցվել է պատվավներ։ Այսինքն շենքի նկուղները լցվել է հիմի, այս կեղտա ջուրը։ Բա վիոլա ջուր չեք զանգե ինչ են ասում։ Զանգել են շենք, ամեն ինչ ասում են։ Ասում են կգանք։ Ասում են գրանցված է։
Էս ինչքան ժամանակ է այս վիճակն է։ Հոտը էլի սպանում է այս եղանակին ամառնել։ Բա քաղաքապետարան բան չեք ասե։ Բա ինչ են ասում։ Գալիս են նայում գնում են։ Գալ նայելով հարց կլուծվի, պետք է հիմնովին փոխվի։ Փուֆ։ Երեք դիտավոր ամբողջությամբ լցված ու սենց դուրս է տալիս կեղտը։ 113 շենքն է, նա 111 շենքն է ու սենց մի քանի բարձրահարկ շենքեր, 8 հարկանի շենքեր։ Գնում եսում ուրա հասնում։ Էս էլ 111 շենքն է։